Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, այսօր երկուշաբթի է, առաջին ալիքի եթերում սպասիր ինձ հաղորդաշարն է։ Մենք բաժանվել էինք ընդամենը մեկ շաբաթով և ահա կրկին ողջունում ենք ձեզ։ Եվ հավատացեք այս 7 օրերի ընթացքում մեր խմբագրության աշխատակիցներից ոչ ոք ժամանակը զուր չի ծախսել։ Աշխատանքը եռացել է ամբողջ շաբաթ։ Պատասխանել ենք զանգերին ու կարդացել նամակներ։ Հաստատել ենք կապեր Հայաստանում ու արտերկրում, նկարահանել ենք տեսանյութեր, հանդիպել ենք նոր հայտերի հեղինակներին, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ ու էլի շատ ու շատ գործեր ենք իրականացրել, որ այսօրվա թողարկումը արժանանա հեռուստադիտողի ուշադրությանը։ Մոռացար ամենակարևորը։ Ինչ եմ բաց թողել։ Եվ գտել ենք մարդկանց։ Կատարված բոլոր աշխատանքների լավագույն արդյունքն ու բավարարվածության զգացում պարգևող վերջակետը հենց այն մի արտահայտությունն է, որին սպասում են բոլորը։ Գտնվեց, վերջապես գտնվեց։ Թող որ այդ խոսքերը լսեն մեր հեռուստադիտողները ամեն երկուշաբթի։ Իսկ իմանալու համար, թե այսօր կլսենք այդ խոսքերը, թե ոչ, ժամանակ չկորցնենք եւ սկսենք թողարկումը։ Մենք հաճախ ենք հիշեցնում, որ շատ կարևոր է ձեր հայտերին կցել այն մարդկանց լուսանկարները, որոնց որոնում եք։ Կարելի է տարիներով որոնել մեկին, չիմանալով նրա արտաքին տվյալները։ Եվ կարելի է ընդամենը մի քանի վայրկյան ցուցադրել նրան լուսանկարը եթերում եւ հենց նույն օրը արձագանք ստանալ։ Եթե կարծում եք, որ լուսանկարն առանձնապես օգուտ չի կարող տալ, ապա այսօրվա պատմությունը ձեզ կհամոզի հակառակը։ Մեր նախորդ թողարկումներից մեկում ցուցադրեցինք ահա այս լուսանկարը։ Նշան Հակոբի Ումրոյանը մոտ 90 տարեկան պետք է լինի։ Բանակային ծառայությունն անցել է Բելարուսում, որտեղից էլ հետագայում Երևան է վերադարձել հարսնացուի հետ։ Հարսանիքը սակայն տեղի չի ունեցել, եւ աղջիկը վերադարձել է իր ծնողների տուն։ Այնտեղ արդեն իմացել է, որ երեխայի է սպասում։ 1955 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Լյուդմիլան։ Նա գիտի, որ ծնողները երկար ժամանակ նամակագրական կապ են պահպանել, սակայն ինչ-որ պահի կապը կտրվել է։ Լյուդմիլան հույս ունի, որ Երևանում ազգականներ ունի, գուցե քույրեր եւ եղբայրներ, որոնց հետ ցանկանում է ծանոթանալ։ Լուսանկարում պատկերված է Նշան Հակոբի Ումրոյանը։ Նրան կամ նրա հնարավոր հարազատներին որոնելու խնդրանքով մեզ էր դիմել Լյուդմիլա Բեկիշը եւ նրա դուստրը Ելենան։ Նրանք գրել են մեզ Բելարուսի Գրոդնո քաղաքից։ Հենց այնտեղ էլ մեկնել է մեր թղթակիցը իմանալու պատմության մանրամասները։ Եկեք դիտենք տեսանյութը։ Լյուդմիլա Բեկիշը որոնում է իր հորը, Նշան Ումրոյանին։ Որոնումներում նրան աջակցում է դուստրը՝ Ելենան։ Լյուդմիլայի ունեցած տեղեկությունները հոր եւ նրա ազգականների մասին շատ քիչ են։ Միայն գիտի, որ Հայաստանում քույրեր ու եղբայրներ ունի։ Ես նրանց չեմ ճանաչում։ Չգիտեմ ինչպես են ապրում։ Ինչ ավանդույթներ ունեն։ Ոչինչ չգիտեմ։ Նրանցից ոչ մեկին չեմ տեսել, չեմ շփվել նրանց հետ, բայց հայրս ինձ ասում էր, որ քույրեր ու եղբայրներ ունեմ։ Ես որոնում եմ պապիկիս դուստրերին, որդիներին, մի խոսքով մայրիկիս ազգականներին։ Կուզեի գտնել եւ իմանալ, որ մայրս հարազատներ ունի, մենակ չէ։ Լյուդմիլայի ծնողները ծանոթացել են Բելարուսի Վիտեբսկ քաղաքում, որտեղ Նշանը զինվորական ծառայության էր անցել։ Աննան աշխատում էր նույն զորամասում։ Ծառայությունն ավարտելուց հետո 1955 թվականի հունվարին Նշանն ու Աննան ամուսնացան ու մեկնեցին Հայաստան, տղայի ծնողների հետ ծանոթանալու։ Այնտեղ Աննային ասացին, որ Նշանը հարսնացու ունի։ Աննան Վիտեբսկ վերադարձավ մենակ, նա արդեն երեխայի էր սպասում։ Ես կարծում եմ, որ պապիկս սիրել է տատիկիս։
Նա հույս է ունեցել, որ իրենց սերը կհաղթի, բայց երևի ընդունված բարքերը ի վնաս նրանց են աշխատել։ Նրանց բաժանել են, թույլ չտալով որևէ բան պարզաբանել։ Մայրս ամուսնալուծվել է 1965 թվականին։ Դիմելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Ամուսնալուծվել է հավանաբար առանց հորս ներկայության, քանի որ նա այստեղ չէր։ Չգիտեմ այն ժամանակ ինչպես էին կազմակերպում այդ գործընթացը։ Մայրս երկրորդ անգամ ամուսնացավ, երբ ես 4-րդ դասարանում էի։ Նրա ամուսինն իհարկե ուզում էր, որ ես նրան հայրիկ անվանեի, բայց ես ոչ մի կերպ չէի կարողանում արտաբերել այդ բառը։ Նշանը դստեր գոյության մասին իմացել է, բայց նրան երբեք չի տեսել։ Լյուդմիլան միայն հիշում է, որ 10 տարեկանում հայրիկից մեկ նամակ է ստացել։ Նամակում նշանը հայտնում էր, որ Հայաստանում Լյուդմիլան քույրեր ու եղբայրներ ունի։ Աղջիկը մայրիկի օգնությամբ պատասխան նամակ գրեց։ Դրան կցեց իր լուսանկարը, բայց պատասխան այլևս չստացավ։ Հիշում եմ, որ գրում էի եւ արտասվում։ Իհարկե ուզում էի հայր ունենալ։ Չգիտեմ, այլևս նամակներ չստացա։ Հետո ընդունվեցի ուսումնարան։ Ավարտելուց հետո գործուղվեցի Գրոդնո։ Այստեղ էլ ամուսնացա։ Երկար որոնումներից հետո Լյուդմիլան ու Ելենան որոշեցին դիմել «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Ինձ համար կարևոր է գտնել նրանց, քանի որ մենք արյունակիցներ ենք, հարազատ մարդիկ։ Հորս ազգականների մասին ոչինչ չգիտեմ։ Անշուշտ կուզեի հանդիպել, ծանոթանալ։ Եթե քույրեր ու եղբայրներ ունեմ, ուրեմն իմ հարազատներն են։ Իհարկե ուզում եմ հանդիպել նրանց։ Կուզեի նաև հորս տեսնել։ Բարև ձեզ իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Չգիտեմ թե քանի հոգի եք։ Շատ կուզեի հանդիպել ձեզ։ Գուցե ավելի ուշ, եթե կարողանաք այցելել ինձ։ Եթե ստացվի, գուցե ես գամ ձեզ մոտ գնացքով։ Շատ եմ ուզում հանդիպենք։ Երկար տարիներ Լյուդմիլան փնտրում է իր հոր մասին որևէ տեղեկություն։ Մենք շատ կուզեինք, որ նա անձամբ գար Հայաստան, իր պատմական հայրենիք։ Ցավոք, առողջությունը թույլ չի տալիս։ Փոխարենը նրա դուստրը Ելենան մեծ սիրով ընդունել է մեր հրավերն ու ժամանել Երևան։ Շտապում ենք հանդիպել նրան։ Ելենա, համեցեք, միացեք մեզ։ Բարև ձեզ Ելենա, շատ ուրախ ենք, որ դուք Հայաստանում եք, բարի գալուստ, ինչպես անցավ ճամփորդությունը։ Բարև ձեզ։ Ճամփորդությունը լավ անցավ։ Թռիչքը երկարատև չէր, մոտ 3-ից 4 ժամ, եւ դեպի Մինսկ ճանապարհն էլ երկար չէր, այնպես որ ուղևորությունը թեթև էր։ Արագ տեղ հասանք։ Ամեն ինչ լավ է։ Իսկ առաջին անգամ եք Հայաստանում։ Այո, առաջին անգամ եմ այստեղ։ Ինչպեսի տպավորություններ ունեք մասնավորապես Երևանից։ Շատ լավ, դրական։ Հատկապես սարերը շատ տպավորիչ են։ Մենք սարեր չունենք, եւ այստեղի բնությունը պարզապես ապշեցնում է։ Տարբերվում է մեր բնությունից։ Ինձ շատ է դուր գալիս։ Մենք գիտենք, որ անկախ մեր հրավերքից դուք միևնույն է ցանկություն ու նպատակ ունեիք Հայաստան գալ։ Ինչն էր պատճառը, որ դեպի Հայաստան գալու ցանկություն կար։ Ես վաղուց էի ուզում գտնել իմ պապիկին։ Եվ գուցե եկավ հենց այն ժամանակը, երբ ամեն ինչ բարեհաջող համընկավ։ Սկզբում ինքնուրույն էի փնտրում։ Զանգահարեցի քաղաքացիական կացության ակտերի գրանցման այն գործակալություններ, որտեղ տատիկս եւ պապիկս ամուսնացել են եւ ամուսնալուծվել։ Ուզում էի որևէ ինֆորմացիա գտնել, իմանալ հասցե, ուր կարող եմ գնալ, բայց առաջ նման տվյալներ չէին գրանցում։ Ինձ միայն տեղեկանք տվեցին, որտեղ գրված է պապիկիս անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև ծննդավայրը։ Մինսկում դեսպանատուն ունենք։ Ես զանգահարեցի, սակայն ինձ ասացին, որ ազգականների որոնմամբ չեն զբաղվում։ Ասացին, որ ինքնուրույն պետք է գնամ եւ ոստիկանություն դիմեմ։ Սպասիր ինձ նախագծին դիմելն իմ վերջին հույսն էր։ Սակայն անկեղծ ասած, հոգուս խորքում չէի հավատում։
Տեսնում էի, որքան շատ հայտեր կան, որքան շատ մարդիկ են որոնում իրար, եւ մտածում էի, որ իմ հայտի ուսումնասիրության համար երկար ժամանակ կպահանջվի։ Ինչպես եկաք այդ որոշմանը, կարծում եմ ձեր մայրիկի հետ համատեղ, որ չէ, պետք է դիմել սպասիրինձին, պետք է այն թեկուս կծկտուր տեղեկությունները, որ ունեք տրամադրել մեր գործընկերներին ու հատկապես կցել լուսանկարը որոնվողի, այսինքն ձեր պապիկի։ Մանկուց էի մտածում որոնելու մասին։ Մայրս միշտ նայում էր հաղորդումը եւ արտասվում։ Ես հետևում էի նրա արձագանքին։ Հասկանում էի, որ շատ է ուզում գտնել իր հարազատներին, իր հայրիկին։ Նա սպասում էր, որ իրեն են փնտրելու։ Գուցե որևէ մեկը պետք է առաջին քայլն աներ։ Տարիքի հետ ես հասկացա, որ այդ քայլը ես պետք է անեմ։ Փորձեմ գտնել։ Իսկ հետո արդեն պարզ կլինի, թե որքանով կստացվի շփումը։ Ստացվում է, որ ձեր տատիկն ու պապիկը բաժանվել են մինչև ձեր մայրիկի ծնվելը։ Դուք երբևէ հետաքրքրվել եք կամ արդյոք գիտեք պատճառը ինչն է եղել, որ նրանք բաժանվել են։ Ոչ, տատիկս ու պապիկս ամուսնացել են, եկել Հայաստան, հետո նրան հետ են ուղարկել Վիտեբսկ, որտեղ էլ ծնվել է մայրիկս։ Իսկ պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել միայն 10 տարի անց, 1965 թվականին։ Դա ամրագրված է տեղեկանքում։ Երբ տատիկս երկրորդ անգամ ամուսնանում էր, դիմել է ամուսնալուծության։ Այսինքն պաշտոնական ամուսնությունը տևել է 10 տարի։ Փաստորեն 10 տարվա կտրվածքով դեռ կապը եղել է տատիկի եւ պապիկի միջև։ Հա, ինքը մեծ է։ Դեռ միջև եւ կապը եղել է։ Հա։ Չգիտեմ որքան ժամանակ են շփվել։ Այդ թեման շատ չի քննարկվել։ Գիտեք, խորհրդային տարիներին ամոթ բան էր, երբ կինը հորական տուն էր վերադառնում, այն էլ հղի։ Նրա համար շատ ծանր ժամանակներ էին։ Այդ իսկ պատճառով այդ թեման գրեթե չի քննարկվել տանը։ Բայց ժամանակի հետ կարծրատիպերը փոխվել են, եւ մենք որոշել ենք որոնել եւ ձեզ դիմել։ Ես տեսնում եմ, որ դուք հուզված եք ու ձեր մայրն էլ ավելի հուզված խոսում էր մեր տեսանյութում, ինչ որ իմաստով նրա խոսքի մեջ, նրա հույզերի մեջ կարծես թե թաքնված է նաև վիրավորանքը։ Ձեր մայրը որքանով է վիրավորված եղել իր հորից, որ առանց շատ լուրջ պատճառների ու բացատրությունների թողել է իրեն, փաստորեն այսպես ասենք։ Կարծում եմ ամեն ինչ իր պատճառներն ունի։ Այս պատմության մեջ ավելի մեծ դեր են խաղացել բարեկամները, ավանդույթները։ Եթե պապիկս դիմել է այդ քայլին, տատիկիս բերել է այստեղ, ծանոթացրել է ընտանիքի հետ, ուրեմն հավանաբար զգացմունքներ է ունեցել նրա հանդեպ։ Հետագայում նա ալիմենտներ է վճարել մայրիկիս համար, այսինքն չի հրաժարվել նրանից։ Բայց տեղափոխվելուց հետո կորցրել են հասցեն։ Ամեն ինչ մոռացվել է։ Հետո էլ մայրիկս Գրոդնո է տեղափոխվել։ Ընդհանրապես դժվար է գտնել որևէ մեկին, չունենալով նրա մասին որևէ տեղեկություն։ Շատ բարդ է։ Իսկ այնուամենայնիվ, արդյոք ձեր մայրը դեռ կրում է այդ վիրավորանքի զգացողությունը։ Ոչ, նույնիսկ երբ նրա անունից որոնման հայտ էի լրացնում, տեսնում էի, որ շատ է ուզում տեսնել իր հորը։ Կարծում եմ նրա կարիքը շատ ուներ։ Իսկ ում ներցանկությունը եւ միտքը որոնելու բարեկամներին։ Դուք եք ավելի շատ ցանկանում, թե մայրիկը։ Ես տարիքից ելնելով մայրիկիս համար ավելի դժվար է օգտվել սոցցանցերից, շփումներ հաստատել։ Որոնումներով ես էի զբաղվում, բայց զգում էի, որ դա նրան պետք է, որ նա ուզում է։ Դրա համար էլ զբաղվեցի որոնումներով։ 50 եւ ավելի տարիներ սպասել եմ, բայց ոնց որ հույսով չէ, էլի չենք մտածել, որ իրականություն կդառնա, բայց այսօր արդեն իրականություն է։ Ինչ է պատմել ձեր մայրը իր հոր մասին։ Այդ նամակագրության ընթացքում արդյոք ինչ որ տեղեկություններ հայրը տրամադրել է, պատմել է իր մասին, ինչպես է ապրում, ինչով է զբաղվում, որտեղ է գտնվում առհասարակ, ինչպես է դասավորվել նրա կյանքը։ Չգիտեմ ճիշտ է թե ոչ, բայց նա ասել է մայրիկիս, որ ոստիկանությունում է աշխատել։ Նաև որքան հիշում է, նա գրել է մայրիկիս, որ 2 եղբայր եւ 1 քույր ունի։ Մայրիկս գրել է նրան, խնդրել է գալ։ Նա չգիտի այդ նամակը տեղ հասել է թե ոչ։
Բայց դրանից հետո նամակներ այլևս չեն եկել։ Չեն եղել ոչ մի բան։ Մայրիկս նաև մտավախություն ուներ, կապված Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։ Անհանգստանում էր, որ նրանց մի վատ բան պատահած չլինի։ Ձեր եղբայր, քույրեր, որոնք որ Հայաստանում են այս կողմի, ըստ ձեզ կորոնային, թե չէ։ Կարծում եմ գիտեին մայրիկիս գոյության մասին, բայց փնտրել են թե ոչ, ասել չեմ կարող։ Իհարկե ցանկալի կլիներ։ Ոչ մեկի նման չի։ Դե իր աղջիկն է։ Հա, իր աղջիկն է։ Մենք մեր բացման խոսքում առանձնահատուկ շեշտադրում արեցինք լուսանկարի վրա։ Ձեզ հետ նույնպես փորձեցինք գալ այն հանգամանքին, որ ձեր հայտին, որ դուք լրացրել եք «Սպասիր ինձ» հաղորդման կայքում, գծված է եղել ձեր պապիկի լուսանկարը։ Թերևս սա պատահական չէ, երբեմն հենց լուսանկարն է դառնում այն կարևոր գործոնը, որը ապահովում է որոնումների հաջողությունը։ Այդպես է եղել ձեր պարագայում։ Մենք ցուցադրել ենք մեր թողարկումներից մեկում ձեր տրամադրած նկարը, որտեղ ձեր պապիկն է շատ երիտասարդ տարիքում, գեղեցիկ զինվորական համազգեստով, ու պատկերացրեք, որ այդ լուսանկարը ճանաչողներ են եղել։ Ինչ լավ եմ։ Ինչ եք կարծում, ով կճանաչեր ձեր պապիկին։ Դե երևի նրա զավակները։ Ուզում եք իմանալ ովքեր են ուզում հանդիպել ձեզ հետ։ Այո, իհարկե։ Այդ պարագայում խնդրում եմ ուշադրություն էկրանին։ Համեցեք, խնդրեմ։ Սա մեր տունն է, իմ քույրիկներն են, Ռայան, Վերան, ես Հակոբ Նշանի զավակները։ Երկար ենք սպասել այսօրվան, շնորհակալություն, որ արձագանք ունենք եւ շարունակությանը սպասում ենք։ 70 տարի առաջ մոռացված պատմությունը վերաբացվեց ամիսներ առաջ, երբ դրա գլխավոր դերակատարի Նշան Ումրոյանի թոռնուհին «Սպասիր ինձ» հաղորդաշարի խմբագրություն որոնման հայտ ներկայացրեց։ 1953 թվականին Նշանը ավարտեց ծառայությունը Բելառուսում։ Նա Հայաստան վերադարձավ կնոջ Աննայի հետ։ Օտարազգի հարս ունենալու գաղափարը տղայի հարազատները չողջունեցին, սակայն Նշանի որոշումը հստակ էր։ Նա ցանկանում էր կյանքը շարունակել Աննայի հետ Հայաստանում։ Ծանոթության մասին ընդհանրապես ոչի բան չեն ասել մեզ, ոչ հայրս է պատմել, ոչ հարազատները չեն ասել ոնց են ծանոթացել, երբ են ծանոթացել։ Ծառայությունից հետո ամբողջապես իր հետ վերադարձել է Հայաստան։ Օրեր անց Նշանը մեկնեց Գյումրի, Աննան մնաց տանը։ Վերադարձից հետո տղան իմացավ, որ Աննան հեռացել է։ Հարազատները միայն ասացին, որ աղջիկն ինքնակամ հավաքել է ճամպրուկն ու Բելառուս վերադառնալու ցանկություն հայտնել։ Իրենք էլ պատվով ճանապարհել են։ Որոշ ժամանակ անց արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով Նշանը մեկնեց Բելառուս։ Այնտեղ նա իմացավ, որ Աննան հղի է։ Նրանց դուստրը Լյուդմիլան ծնվեց 1955 թվականին, երբ Նշանն արդեն Հայաստան էր վերադարձել։ Մեկ տարի անց Նշանն ընտանիք կազմեց։ Հետագա տարիներին նա Աննայի հետ նամակագրական կապ էր պահում։ Այդ մասին սակայն Նշանի ընտանիքը չգիտեր։ Նա գաղտնի էր պահում դա։ Երբեմն միայն ակնարկում էր, որ դուստր ունի։ Հայրս ընդհանրապես այդ մասին ոչ մի բան չի պատմել, չի ասել, ինչը լսել ենք, ինչ լուրեր որ ունեինք։ Մեր մեծերից, հորեղբայրներից միշտ ասել են, որ քույր ունեք Բելառուսիայում, չենք իմացել, որ իրոք այդպիսի բան կա։ Բայց ինչ որտեղ հավատում ենք, բայց ընդհանրապես հայրս ոչ մի բան չի ասել։ Ինչ որ բան պատմած կլներ, կկիսվեինք, ասեինք, ինչ որ բան կիմանայինք, էլի, բայց ընդհանրապես ոչ մի բան չի եղել խոսակցություն։ Մայրս էլ չի ասել, էլ որ sense բան կա։ Ընդհանրապես իրանցից ոչ մի բան չենք լսել։ Մի անգամ ասել է, որ դու քույրիկ ունես,
Բանը ձեր անունները մեր ընկերների անուն եք դնել Ռայա Վերա, մենակ այդ եմ ես գիտեմ, ուրիշ ոչ մի բան չեմ անում։ Իմ papan շատ լավ ծնող է եղել, մեր հանդեպ շատ ընտիր։ Մենք իրան շատ հարգում սիրում ենք, շատ, որպես ծնող շատ լավներ ենք։ Գաղտնիքը բացահայտվեց միայն 70 տարի անց։ Լյուդմիլան ինքը որոշեց փնտրել հայրիկին ու նրա զավակներին։ Անորոշությունն ավարտվեց։ Ցավոք, Նշան Ումրոյանն արդեն մահացել է։ Լյուդմիլայի հայտին արձագանքեցին նրա 3 զավակները։ Զգացողությունը բառերով նկարագրելի չի, գիշերվա 12-ին ենք իմացել, ամբողջ գիշեր այդ հեռուստացույցը միացել եմ, նորից նայել եմ այդ հաղորդումը, մի հատ ուրիշ ապրումներ ունեցանք, 70 տարեկան քույր ունենաս ու հանկարծակի իմանաս, շատ անսպասելի ու հաճելի լուր էր։ Ափսոսում ենք եւ շատ ենք ափսոսում, որովհետեւ 50 եւ ավելի տարիներ լսել ենք, սպասել ենք, ինչ որտեղ հավատացել ենք, ինչ որտեղ չենք հավատացել, բայց հիմա իրականություն է դառնում, որ այո, քույրիկ ունեցել ենք, բայց ափսոս որ շատ ուշ ենք իրար գտնելու։ Մենք քեզ ուզում ենք տեսնել Լյուդմիլա ջան, շատ ուրախ ենք, որ հանդիպելու ենք մենք միասին։ Լյուդմիլա ջան, շնորհակալություն, որ մեզ որոնել եք, շատ շնորհակալ ենք քեզ։ Մենք հույսով սպասում ենք քեզ հանդիպանը Երևանում, կամ եթե հնարավոր է մենք եկանք ձեզ մոտ։ Շատ շնորհակալություն հայտարարությունը տարածելու համար։ Մենք քեզ երկար ենք սպասում, ոչ հիմա, այլ մոտավորապես 50 տարի եւ ավելի տարիներ առաջ։ Շնորհակալություն ամեն դեպքում քեզ Լյուդմիլա ջան, հույսով սպասում ենք հանդիպանը։ Եվ այսպես Ելենա, ես արցունքներ եմ տեսնում ձեր աչքերին, ինչը միանգամայն բնական է։ Ինչ զգացիք այն պահին, երբ երկու անծանոթ մարդկանց տեսակ էկրանին, որոնք իրականում որքան էլ ձեզ անծանոթ են, բայց արյունակից։ Ինչ զգացողություններ ունեք հիմա։ Նրանց խոսքից զգացվում է, որ անկեղծ են եւ իսկապես ուզում են հանդիպել։ Շատ հաճելի էր։ Հույզերս խեղդում են։ 50 տարուց ավելի սպասելուց հետո ոնց չզգացվում այդ բանը։ Զգում ենք ելնել ոնց։ Զգում ենք անպայման։ Իսկ նման արդյունքների սպասում եք։ Այո, եթե չսպասեի, որոնման հայտ չէի ներկայացնի։ Շատ էի սպասում եւ հույսով էի լցված։ Սպասիր ինձ նախագիծն իմ վերջին հույսն էր։ Գիտեք, ես առիթից օգտվելով կուզենայի մեր հեռուստատողներին ասել, որ ինչքան կարևոր է ձեր հայտին կցել լուսանկարը։ Հենց լուսանկարն է շատ դեպքերում դառնում ամենակարևոր պատճառը որոնումների եւ գտնելու հարցում։ Այնպես որ երբ որ ներկայացնում եք հայտը, անպայման կցեք նաեւ լուսանկարը, ինչպես եղավ այս պատմության հենց մեջ, որ լուսանկարը խաղաց շատ կարևոր դեր։ Ելենա, այնպես է ստացվում, որ դուք այստեղ եք ձեր մայրիկի փոխարեն, իսկ այս որոնումների գլխավոր հերոսներից մեկը հենց ձեր մայրն է, ու դուք կարծես թե այս հույզերը նրա փոխարեն եք ապրում, քանի դեռ նա չգիտի, որ որոնումները լավ դրական արդյունք են ունեցել, բայց դուք այստեղ մենակ չեք, ձեր դստեր հետ եք եկել։ Բարև ձեզ, Յուլիա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ զգացիք այս պահին, երբ պարզ դարձավ, որ այս որոնումները, որոնք տասնամյակներ եղել են ձեր տատիկի երազանքը, այսօր այստեղ իրականություն դարձան։ Ես շոկի մեջ եմ, արտասվում եմ։ Այս մարդիկ շատ հաճելի տպավորություն թողեցին։ Կորցրել եմ ինձ։ Բելարուսում արդեն շատ քիչ ազգականներ ունենք։ Մայրիկիս հետ միշտ ուզել ենք գտնել նրանց։ Ես շատ եմ ճամփորդում եւ նպատակներիցս մեկը հենց Հայաստան գալն էր։ Հիմա իսկապես ցնցված եմ։ Ես եկել եմ ընդամենը մայրիկիս աջակցելու համար։ Այդ նա էր իր ազգականներին փնտրում։ Ելենա, հետաքրքիր է արդյոք այս պահին նաև կա այդ միտքը, որ ուզում եք տեսնել ձեր ազգականներին, բացահայտել նրանց, ծանոթանալ նրանց հետ։ Իհարկե, շատ եմ ուզում։ Իսկ ինչ եք կարծում տարածքային առումով, որտեղ են նրանք բնակվում, որտեղ են գտնվում։
Չգիտեմ։ Հուսով եմ մոտ են։ Հավատացեք, որ աշխարհի որ կետում էլ որ նրանք լինեին, մենք ամեն ջանք կգործադրեինք նրանց այստեղ բերելու համար։ Բայց իրականում նրանք ամենևին էլ հեռու չեն։ Նրանք Երևանում են։ Իսկ դա նշանակում է, որ շատ արագ կարող եք նրանց հանդիպել։ Իդեպ արագ ասելով ես նկատի ունեի մի քանի վայրկյան հետո։ Հրաշալի է։ Դե ուրեմն մեծ սիրով, անհամբերությամբ այստեղ ենք հրավիրում Հակոբին եւ Ռայային։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր հաղորդաշարի։ Բարև ձեզ, խնդրում եմ տեղավորեք։ Համեցեք։ Եվ այսպես այս երջանիկ պահը, երջանիկ է երեքիդ համար այս պահին։ 3 չկներեք, բայց 3 չէ, արդեն 4 եւ ընտանիքով բոլոր հիմա կպատմեք ովքեր են սպասում այս հանդիպմանը։ Հակոբ, պետք է խնդրեմ, որ բացատրեք ազգակցական կապը։ Եթե ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, դուք Ելենայի մորեղբայրն ու մորաքույրն եք, ճիշտ է։ Մորեղբայրն ու մորաքույրը, այո։ Դե այս պահին այս լուրին սպասում էին թվով չասեմ, բայց մեծականակ բանակ է սպասում, որ իրոք այս լուրը լսելուց հետո բոլորը ցանկություն են հայտնել, որ հանդիպեն, տեսնեն, այցելեն ու պատմելու շատ բան կունենանք մենք իրար, որտեղ մենք շատ ենք մտածել, որ հանդիպենք, սպասիր ինձ հաղորդմանը դիմենք, բայց ոչ մի կապ չենք ունեցել, ոչ անում, ոչ ազգանում, ոչ ապրելու տեղը։ Այսինքն ձեր հորից չեք լսել երբևէ այս պատմությունը։ լսել եք, երբեք, մենք նոր ենք իմացել։ Լուր։ Ու շնորհակալություն Լյուդմիլային, որ իրոք մենք սպասում ենք այսօր, որ 50 եւ ավելի տարիներ ոնց չափած դարել ենք, միշտ մտածել ենք, որ անպայման որոնելու ենք, գտնելու ենք։ Իհարկե այս պարագայում Լյուդմիլան, Ելենան, Յուլիան ավելի վճռական եղան եւ նրանք դիմեցին մեզ։ Շատ շնորհակալ ենք իրոք այս բանի համար, այս հանդիպման համար։ Ելենա, ինչ եք զգում, երբ ձեր ազգականները ձեր կողքին են։ Հուզմունք եւ երջանկություն։ Ես շատ ուրախ եմ։ Իրոք հավատում եք, որ այս ամենը տեղի կունենա ձեզ հետ։ Ես հավատում էի, քանի որ փնտրում էի, դիմում էի եւ որոնում հույս միշտ եղել է։ Մենք հավատը ընդհանրապես չենք կորցրել, միշտ սպասել ենք, այսօր իրականություն դարձավ այդ ամեն ինչը։ Ի շնորհիվ սպասիր ինձ հաղորդաշարին։ Սիրով կուզենայի խոսքը փոխանցել նաև մեր Յուլիային, թե նա ինչ կարծիք ունի ու ինչ տպավորություններ է։ Էմոցիաներս առայժմ շատ խառն են, բայց եւ դրական են։ Իհարկե շատ բան կա պատմելու այն մասին, թե ինչպես է դասավորվել մեր կյանքը։ Մեծ ընտանիքի կարիք շատ ունենք։ Անպայման կշփվենք եւ միմյանց կպատմենք մեր տպավորությունների մասին։ Ես կարծում եմ, այսպես խոսելու եւ շփվելու փոխարեն կարող եք գալ եւ նաեւ ողջագուրվել ինչի ոչ։ Ողջույն Յուլիա, շատ ուրախ եմ տեսնել քեզ։ Յուլիան ձեզ համար թորնուհի է փաստորեն, ու վստահ եմ իրեն պիտի ծանոթացնեք հենց այսօր իր սերնդակիցների հետ։ Այսօր կարծում եմ պետք է լինի ընտանեկան մեծ հանդիպում։ Անպայման։ Կռահում եմ, որ խնջույքի տեսքով։ Առանց կասկածելի, այո։ Ու օգտվելով ժամանակակից հնարավորություններից տեսակապի պետք է Լյուդմիլային երևի թե հաղորդակից դարձնեք, նա կարող է համացանցի միջոցով հետևել այդ հանդիպմանը։ Այո։ Մենք շատ ուրախ ենք, որ ձեր ցանկությունը եւ մեր գործընկերների աշխատանքը հաջողությամբ պսակվեցին ու այսօր իրականություն դարձավ այս երջանիկ հանդիպումը այստեղ։ Շնորհակալություն, նորից շնորհակալություն սպասին ինձ հաղորդմանը։ Հաճախակի մտածում ենք ինչ որ
Կարողա շոու է, կարողա բա, բայց այսօր իրականություն որ դարձավ, նոր արդեն Ամեն ինչ իրական 100%-ով է, համոզվեցին, Այո։ որ իրական բաներ է կատարվում։ Գիտեք, մենք այն քանակի հայտեր ունենք եւ այնպիսի պատմություններ, որ երբևէ կարիք ու միտք չի առաջացել դիմելու ինչ որ հնարքների, ինչպես դուք եք ասում, ինչ որ բան բեմադրելու։ Ամեն ինչ իրական է ու ստացվում է այնպես, որ մարդկանց կյանքերում այնպիսի դրվագներ, այնպիսի պատմություններ կան, որ ցանկացած շոուից, ցանկացած գրքից ու ֆիլմից ավելի գեղարվեստական են։ Այո։ Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումը կայացավ ու արդեն պատկերացնում ենք, թե ինչ հաճելի ժամանակ եք միասին անցկացնելու։ Անպայման։ Այնպես որ չենք ուզում խանգարել ձեզ, ձեր ժամանակը շատ թանկ է ձեզ համար, մենք չգողանանք նույնիսկ վարքյաններ։ Բայց դուք կարող եք ողջագուրվել հենց այսպես նստած 4-ով, խնդրում եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Այս պատմությունը լսելով, միմյանց երբեք չհանդիպած ազգականներին տեսնելով, մեծ ափսոսանք եմ զգում, որ այս հանդիպումն ավելի շուտ չի կայացել, որ արդեն ողջ է ընտանիքին կապող օղակը, որ այդպես էլ չի հանդիպել հարազատ դստերը, թոռնուհուն եւ ծոռնուհուն։ Ցավալի է, ինչ խոսք, բայց թեկուզ եւ ուշացած հանդիպումն ազգականների միջև կայացավ եւ այս պահին դա է կարեւորը։ Մնում է հույս հայտնել, որ կկարողանան լրացնել բացը, կկարողանան կորցրած տարիները վերականգնել եւ ամուր կապ պահպանել։ Իմանալով ընդամենը մեկ մարդու անուն, ազգանուն եւ հայրանուն եւ ունենալով ընդամենը մեկ լուսանկար, այս մարդիկ որոշում կայացրին դիմել սպասիր ինձին։ Եվ այդ մեկ լուսանկարի շնորհիվ այսօր իրար ճանաչեցին նրա տարբեր երկրներում ապրող ժառանգները։ Ու որ պակաս կարևոր չէ, հանդիպեցին այստեղ, նրա հայրենիքում։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դեռ մտածում եք դիմել մեզ թե ոչ, ապա այս պատմությունը թող ձեզ համար խթան դառնա։ Եվ գուցե մեր հաջորդ թողարկումներից մեկում հենց այս տաղավարում, հենց ձեր որոնման հայտին անդրադառնանք։ Հույսը միշտ վառ պահեք սրտում, փնտրեք իրար, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։